Պարոն Իսրայելյան, որպես այս ակցիայի մասնակից կխնդրեմ առավել մանրամասը ներկայացնել, թե որն էր այսօր ձեր պահանջը և հետագայում ինչ քայլեր եք պատրաստվում դիմել։ Պահանջը ուրեմն ոնց որ ներկայացրել եմ, այն սոցիալական աջակցությունը կառավարության իշխանության կողմից պիտի շարունակական լինի, հաշվի առնելով, որ 2 ամսվա մեջ իրացված խոստումները բավարար չի եղել, ու մենք սկզբնական շրջանում պահանջել ենք, որ մի սահմանափակեք այդ ժամկետը, որովհետև օրենքներ է ձեր ձեռը, հնարավորություններ է ձեր ձեռքը, իրանք մեզ դրա հիման վրա ասել են բավարարա, խոսք ենք տալիս, որ այդ ժամանակահատվածում այդ հարցերի լուծումները կարգավորվի, կարևոր կետերի փոփոխությունները, ամեն ինչ մեր կողմից ներկայացված ա եղել այդ պահանջները։ Ու այդ 2 ամիսը լրացել է, մենք դրական արդյունքներ չունենք, մարդիկ էլի նույն կարգավիճակում են հայտնվելու մոտակա արդեն ժամանակները, որ այդ սոցիալական աջակցությունը արդեն բան արել, արդեն ավարտվել է։ Վերանայեն իրենց որոշումը, սոցիալական աջակցությունը շարունակել մինչև այնքան, ինչքան ամեն մի արցախցի բնակարանով չապահովի։ Մինչև իրանց տված խոստումների այդ լուծումները բան չանեն, իրականություն չանեն։ Ձեր ձայնը լսելի կլինի, որովհետև տեսեք, արցախցիների մոտ էլ կարծես թե պառակտում կա, այսօր դուք եք ակցիա իրականացնում, վաղը մեկ ուրիշն է, 23-ին խորհուրդն է անելու, ինչու՞ չէ միավորվում արցախցիները։ Գիտեք, ես պառակտում բառը չեմ օգտագործում, որովհետև արցախայության մեջ չկա պառակտում, որտես վերցումից։ Ընդհանրապես տարբեր մարդիկ տարբեր ուղղությունների վրա են աշխատանքներ իրականացնում ու ժողովրդին մոլորեցման մեջ են գցում, որովհետև մի մասը ինքնանպատակի համար է դա իր անում, մի մասն է խոսքի, ժողովրդի մի մասն է իրանց հետ միասին խոսքի գնում է այդ հարցերի լուծման համար։ Ամեն մի մարդ իր որոշումով թող մտածի հետագա իր անունի կամ իր անելիքների համար, որտեղ գնահատականը մեկը հանրությունը ժողովուրդը ժամանակի ընթացքում տալու է։ Պառակտում չկա։ Ստեղ պառակտումը այն ժամանակ անելու, որ ատելության բան լինի։ Մենք արցախցիների մեջ ատելության բան չունենք իրար նկատմամբ։ Մենք անորոշության ինչ որ մոլորտում ենք, որ տարբեր տեղեր փորձում են մեզ մոլորել, իսկ էլ ասում եմ անկեղծ եղեք, դուրս ճիշտ ասեցեք, սկզբունքը պիտի դնեք, չէ՞ ճիշտի։ Մեկ այդ սուտը զոհն եք դարել Արցախում։ Մեկ այդ ստի զոհով բանով եք դարել այսօրվա հասել այսօրվա իրավիճակում։ Այդ խոսքը դրա մասին է, որ այն ժամանակին, այն իրավիճակը որ հասնանում է, այդ ժամանակին տեղին էլ դուրս գանք 5 հոգի, մի հոգի, մենակ ելնեմ դուրս եմ գալու խոսեմ։ 100 հոգի լինի, ես իմ տեղս եմ խոսում, թող մնացածը մտածեն։ Այդ որ բողոքում են, ասում են կամ մեկը մյուսի նկատում, դա հարցը դրա մեջ չի։ Բայց եթե դու ասում ես ու անում ես, դա տարբեր բան է։ Ասում եք տեր կաղնեք, անում եք գնացեք միջև վերջ։ Հույս ունեք, որ ձեր ձայնը լսելի կդառնա։ Ես գիտեմ, թե այն հասարակությունը, որ իրականում հասկանում է իրական խնդիրները, նրանց համար հասանելի կլինի։ Այն մնացածների համար, Հայաստանի Հանրապետության կառավարությանը լսելի կլինի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե մենակ լսելի պիտի լինի, այլ իրանք պարտավոր են ու պարտադիր են լսել դրա այդ բոլորը, որովհետև սա մի ընդհանուր ժողովրդի մասին է խոսքը գնում, մի ընդհանուր հասարակության մասին է խոսքը գնում, ոնց կարող է իրանք բան չանեն, հաշվի առնելու իրանց այսօրվա դիրքորոշումները ոչ հայանպաստ, ոչ որ ասում է ժողովրդի ազգային հիմունքներով, դա մի կողմ։ Բայց որպես ղեկավար իրանք պատասխանատու եք, որպես պատասխանատու մենք պահանջատերն ենք, պիտի պահանջենք իրանք հետ պատասխանեն։ Պարոն Իսրայելյան, նաև որպես արցախցի քաղաքական գործիչ եւ Ռուսաստանաբնակ արցախցի, որոշ ժամանակ արդեն այնտեղ եք ապրել, այսօր տեսեք, հայ գործարար Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորել են եւ կարծես թե նրա նկատմամբ եւս քաղաքական հետապնդում է սկսվել։ Դուք ինչպես կգնահատեք այս իրավիճակը եւ ինչ եք սպասում։ Սա գնահատելու հանրապես բան չկա, ավելի շատը քննադատելու բան է, քան գնահատական բանի, որովհետև քննադատում գիտեք Սամվել Կարապետյանը այն ազնվորությունն է, որ իր սաղ կյանքի ապրած էությունով, իրան ճանաչելով, ճանաչում են որպես իսկական հայի տեսակ, որովհետև ինքը միշտ եղել է ծանր բոլոր ժամանակները հայ ժողովրդի կողքին ու խաղաղ ժամանակներն էլ էլի հայ ժողովրդի կողքին իր բարեգործություններով ծանր ժամանակները հասցրել է ամեն հնարավորություններ
այդ ժողովրդի ծանր իրավիճակից դուրս գալու համար խաղաղ ժամանակներ էլ արել է բարեգործություն իր հայրենիքի մայր Հայաստանի համար։ Նմանատիպ մարդուն, եթե այսօր փորձում են ինչ որ ձերի մեղավորություն կամ էլ ինչ որ բան, ես գիտեմ թե այստեղ խնդիրը արդեն Սամվել Կարապետյանի մեջ չի, խնդիրը արդեն ամեն մեկից մեջ է։ Մարդը եկել ասում է ես հայ եմ, ես եկել եմ եկեղեցու կողքին կանգնելու, ես եկել եմ այս տանը իրավիճակում իմ ժողովրդից կողքին կանգնելու, ու ես դա գիտակցաբար որոշում եմ կայացրել, ու եւ ոնց որ հիշում եք Ռուբեն Վարդանյանի Արցախ գալու բանը։ Ու վերջում այդ մարդու գլխին ինչ սարքեցին, այդ մարդուն վերջում որտեղ հայտնվեց, նույնն էլ Սամվել Կարապետյանի իրավիճակն է այս բանում։ Այստեղ Ինչ վախեր ունի իշխանությունը Սամվել Կարապետյանից, Ես գիտեմ, նաև թե սա հեծն է փորձում իշխանության- պետականացնել։ Եթե նմանատիպ մարդիկ նորից եմ անդրադառնում Ռուբեն Վարդանյանը, որ եկավ Արցախ իր որոշումով կայացրեց, որ գալիս է, ինքը արդեն գիտակցեց Արցախի ծանր իրավիճակը, կործանման որ process-ն է գնում, այդ պահին եկավ։ Սամվել Կարապետյանը նույն ձևի եկավ այս իրավիճակում, տեսնելով որ Հայաստանն է, մայր Հայաստանն է գնում կործանման։ Ու ես իմ կոչս բոլոր այն մեր միջազգային աշխարհում գտնվող բոլոր այդ հայերին, բոլոր այդ ոլորտում հաջողված հայերին արձագանքեք, մի վախեք։ Բոլորը դեղեք Սամվել Կարապետյան, որովհետև դեր բոլորի անունից է այդ մարդը ստե խոսել, բոլորի անունից է, որ դուք դրսերում հպարտ հայ լինելով, հայ ապրելու համար միշտ հպարտ մանգակ։ Այդ դրա համար է նույն այստեղ տեղաբնակ հայերի, Հայաստանը հաբնակ հայերի ու Հայաստանաբնակ մեր հարուստ այդ բիզնեսում կայացած մարդկանց մասին են խոսում։ Եթե դուք այսօր լռում եք, դուք ուրեմն մեղք ունեք նույնպես։ Ով չի լռում, այ իսկական հայը նա է։ Ով չի լռում, ով պատասխանատվություն է վերցնում, համարձակություն է վերցնում, հանրության մեջ ընդունում է իսկական հայը այդ դրանք։ Այսօր իրենք են, այսօր այն մարդիկ, որ համարձակ խոսում են, իրենք են, որ ասում է այդ բանը կրող։ Դուք էլ արեք, որ վաղվա օրը նորից եմ ասում, ձեր գնահատականը տալու է ժողովուրդը։